Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է առաջին հանրապետության օրը։ 100-ամյակներ շարունակ պետականությունը կորցրած հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսի 28-ին իր զավակների արյանգնով կրկին ձեռք բերեց պետականություն։ Թեև Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, այդուհանդերձ այն շատ կարևոր նշանակություն ունեցավ պետականության հաստատման հարցում։ Ուստի պատահական չէ, որ այս օրը հանրապետության բոլոր շրջաններում տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում։ Սովորույթի ուժով կապանցիները տոնական օրը սկսում են Զորամասից։ Այստեղ անցկացվեց հանդիսավոր միտինգ։ Զորամասի հրամանատար Կանեն Սերոբյանը շնորհավորեց հայ զինվորների տոնը։ Զինծառայողներին ողջունեցին նաև հյուրերը։ Ցանկանամ, որ հաղթական մայիսները մեր կյանքում միշտ լինեն։ Եթե թերթում ենք պատմության էջերը, ապա մայիսյան մեր այս կարճ ժամանակահատված այդ մեկ ամիսը լի է տարբեր հաղթանակներով։ Եվ ես ցանկանում եմ, որ բոլորս, կլինի զինվորական, կլինի շինական, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, լինի ազատ, անկախ պետության քաղաքացին, լինի իր երկրի տերը։ Մենք դա ապացուցեցինք մեր արյան գնով։ Ժամանակաշրջանը այնպիսին էր, որ մեծ եղեռնից հետո Օսմանցուն թվում էր, թե ինքը կարողանա մեզ բնաջնջել ամբողջությամբ։ Բայց դա նրա մոտ չստացվեց, քանի որ ազգովի մենք կանգնեցինք ոտքի։ Մեր միասնությունը մեզ փրկեց, մեր միասնությունը մեզ անկախություն պարգևեց։ Եվ մենք կարողացանք հաղթահարել այդ ծանր ժամանակները, հաղթահարեցինք սովը։ Մեր ամբողջ աշխարհով մեկ սփռված ազգը վերջապես ունեցավ պետականություն, մեր առաջի պետականությունը, որը կորցրել ենք շուրջ 900 տարի։ Հասկացեք, դա պատահական չէր։ Դա հայի ապրել-չապրելու խնդիրն էր, եւ մենք ապացուցեցինք, որ մենք այս երկիր մոլորակի վրա մեր ուրույն տեղ ունենք, մեր ապրելու իրավունքը մենք մեր զենքով ամրագրեցինք։ Մենք բոլորին ապացուցեցինք, որ մենք ենք մեր հողի տերը։ 1918 թվականի գարունը կարող է լինել վերջինը ազգային այն միության համար, որ կոչվում է հայ ժողովուրդ։ Բայց անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել էր հայության բազմաթիվ սերունդների միրգն ու ջերմացրել հոգին։ Հայ ժողովուրդը կանգնած էր բազմադարյան դառն ու դժվար ճանապարհի ամենաաղետալի կետում։ Ինչ պիտի անեին բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ, որն աննկամ էր հյուսված ու անօգնական։ Միայն հրաշքը կարող էր փրկել նրան, եւ նա պատրաստվեց այդ հրաշքին։ Առելի հեղեղի դեմ պետք է կռվեին տաշկական ճակատում ուժասպար եղած մի քանի սակավամարդ հայկական գնդեր։ Ռազմական գործին անտեղյակ աշխարհազորայիններն ու գաղթական սովալուկային բազմությունները, որոնք քաղցից ու համաճարակներից մեռնում էին Արարատյան դաշտի գյուղերում։ Սակայն բարեբախտություն էր, որ այս պայմաններում ինքնազինաթափման ու հոգեմաշ խուճապի այս մթնոլորտում կային մարդիկ, որոնք հավատում էին հրաշքին։ Հասել է պահ, երբ յուրաքանչյուր այ մոռանալով իր անձնականը հանուն մեծ գործի հայրենիքի փրկության եւ իր կնոջ աղջիկների պատվի պաշտպանության պիտի գործի դնի վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար։ Կասեցված էր անպարտելի համարվող թշնամու առաջխաղացումը եւ բանակի ու ժողովրդի մեկտեղվող ուժն ամրապնդվում գնում էր առավել վճռական քայլի։ Սարդարապատն էր, որ հայությանը փրկեց վերահաս վերջնական բնաջնջումից եւ դարձավ նրա վերածննդի նախաշեմը։ Մայիսի 28-ին Սարդարապատից ու Բաթումից ստացված բարի լուրերով ոգեշունչ արվեց մի հայտարարություն, որի համեստ ու անաղմուկ բառերն աշխարհին հաղորդում էին հայոց պետականության վերականգնումը կամ նոր պետության ծնունդը։ Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության հռչակման 97-րդ տարեդարձի առթիվ։ Ցանկանում եմ ձեզ անապ երկինք, խաղաղություն եւ բարի ծառայություն։ Ես բոլորիդ ուզում եմ շնորհավորել մեր այս հաղթանակների կապակցությամբ, մեր այս տոների կապակցությամբ, կցանկանանք երկրապահ կամավորականների անունից, ազատամարդ կոմիտեի անունից, մեր երկրին խաղաղություն, աշխարհին խաղաղություն։ Երբևէ որևէ մի սերունդ, որևէ մի տեղ պատերազմի չհանդիպի։ Որքան էլ մեր թշնամիները փորձեցին մեզ վերացնել, այնուամենայնիվ հասկացան մի բան, որ հայ ժողովրդին վերացնել հնարավոր չէ, որովհետև մենք միշտ էլ պայքարել ենք եւ պայքարելու ենք անարդարության, չարիքի եւ բռնության դեմ։ Եվ
Շուրջ 97 տարի առաջ Արամ Մանուկյանի շուրթերից իլուր աշխարհի, իլուր հայոց աշխարհի, իլուր Անդրկովկասի հնչեց երկար տարիներ սպասված առաջին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս տոնի առիթով եւ մաղթում եմ, որպեսզի միշտ լինի խաղաղություն, առավել եւս, որպեսզի մեր պատմության էջերում միշտ գրանցվեն հաղթանակներ։ Առաջին բանակային կորպուսի հրամանատարության կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան մի շարք զինծառայողներ, պարգևատրվեցին եւ կարգապահական տուժերից ազատվեցին մի խումբ զինվորներ։ Հանդիսավոր քայլերթից հետո Զորամասի հրամանատարական եւ զինվորական կազմը միացան Գարեգին Նժդեհի անվան հրապարակում հավաքված կապանցիներին։ Զինվորական նվագախմբի ելույթի ներքո հավաքվածները ծանոթացան տեղում ցուցադրված զինտեխնիկային։ Ոմանք մասնագիտորեն, որոշներն էլ ուղակի հետաքրքրասիրությունից դրդված ուշադիր զննում էին ցուցադրված զինատեսակները։ Միջոցառման մասնակիցներից Գրիգոր Թադևոսյանի կարծիքով ժամանակակից եւ կատարելագործված զինտեխնիկա ունենալուց զատ շատ կարեւոր է քաջ եւ ամուր կամքով զինվոր ունենալը։ Համոզված եմ, այստեղ շատ փոքր մասն է ներկայացված, ինչ որ մեր այսօրվա բանակը ունի, բայց զինատեսակ իհարկե այսօրվա հաղթանակը, այսօրվա պաշտպանությունը երկրի սահմանների պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան զինատեսակով, որքան այն ոգով, որ ունի մեր զինվորը։ Հենց դրա շնորհիվ է, որ 92-94 թվականներին մենք հաղթությամբ ավարտեցինք։ Այն ժամանակ ես հիշում եմ մեր այս բաներ տարածել, որ թուրքերը մեզ վրա ծիծաղում էին, որ դուք էշով եք ձեր զենքը բերում, մենք էշելոնը ոնց պիտի կա։ Բայց տեսեք, որ էշով բերված զենքի շնորհիվ, բայց շնորհիվ այն ոգու որ ունեցին մեր մարտիկները, նրանց դուրս վերնդեցինք այստեղ եւ Ղարաբաղում։ Կարծում եմ մեր մարտիկների ոգին այդ 90-ականների հաղթանակներից հետո ոչնչով չի ընկել, ավելին նրանք ցանկացած պահին կարող են համարժեք պատասխան տալ ճշնամուն։ Իհարկե դա Աստված այդպիսի անհրաժեշտություն չառաջանա, բայց լինելու դեպքում չեմ կասկածում, որ մեր այս երիտասարդ մարտիկները իրենց երուսական կեցվածքով նոր դաշ կտան ազերիներին եւ անվտանգության նոր գոտիներ կստեղծվի։ Առհասարակ մայիս 20-ության հաղթանակները Գրիգոր Թադևոսյանը առանձնացնում է մնացածներից։ Նա գտնում է, որ այս տոնը հարկ է նշել մեծ շուքով ու տոնախմբությամբ։ Թերևս Բելի նկատմամբ տարած հաղթանակից հետո եւ ոչ մի ճակատամարտ մեզ համար այսքան ճակատագրական նշանակություն չի ունեցել։ Ոչ ավարայրը, ոչ զիրավը, ոչ մնացած ճակատամարտերը, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե անկախության, ինքնուրույն պետականության մասին լինել չլինելու հարցեր դրված, տեսակի ուղղակի պահպանման գոյության հարցը եւ Սարդարապետը լուծեց այդ հարցը։ Կարծում եմ, որ այստեղ շատ մի բացի այն, որ մենք պահպանեցինք մեր ինքնությունը, նաեւ շատ մի կարեւոր դաս հանդիսացավ խորհուրդ Սարդարապետի հաղթանակը, դա այն էր, որ մեզ ինքներս մենք պետք է համոզեինք եւ համոզեցինք շնորհիվ մի շարք վառ անհատականությունների եւ զինվորական եւ քաղաքացիական, որ մենք կարող ենք հաղթանակ տոնել առանց ապավինելու երրորդ ուժին։ Ցավոք սերտի այդ մտայնությունը, որ հարյուրամյակներ շարունակ, որովհետեւ հունադավան, պարսկադավան, ռուսադավան վերջին հաշվով ամլացնում է սեփական ասենք կարողությունները, այդ առանց երրորդ ուժի բավական է այդ միասնությունը եւ բավական է վճռականությունը պայքարելու քո երկիրը պահպանելու եւ այդ փոքրիկ ասենք Հայաստանը ուղղակի հիմա դժվար է պատկերացնել 18 թվականի Հայաստանը ինչ վիճակում է։ Տասնյակ հազարավոր փախստականներ արևմտյան Հայաստանից գաղթյալներ, սով, տիֆ, չգիտեմ, այլ հիվանդություններ, ամենուր մահ ու ավեր եւ ահա այս պայմաններում հնարավոր է իմի բերել եղած ամբողջներ ուժը եւ մեզ համար կրկնակի ուրախալի է, որ այդ դրա առաջնորդ այդ հաղթանակը կերտողներից ամենակարևոր դեմքերից մեկը մեր համերկրացիներ Արամ Մանուկյանը, նաեւ բազմաթիվ զինվորականներ, որոնք կարողացան ապահովել թե Սարդարապետում, թե Բաշապարանում,
եւ թե Ղարաքիլիսայում այս պատմական հաղթանակն այք այստեղ եւ մեր հոգեվոր առաջնորդներն են այդ զինվորական բարձրաշան կոչում ունեցող սպաներ եւ ոչ սովորական ասենք սպաներ, ինչպիսին ասենք նժդեն մնացածներ եւ ուղղակի քաղաքացիական անձինք, որոնք լրիվ իմի բերեցին իրենց ուժերը եւ հնարավոր եղավ այս հաղթանակը տանել։ Առաջին հանրապետության հռչակման գործում անգնահատելի է մեր հայրենակից Արամ Մանուկյանի ներդրումը, ուստի օրվա երկրորդ ամենակարևոր իրադարձություններից է այցը եւ ծաղկեդրումը նրա կիսանդրու մոտ։ Արամ Մանուկյանը իր կազմակերպչական, իր ռազմական, չգիտեմ, այդ տաղանդով փայլատակել է նաև բանի ինքնապաշտպանության ժամանակ եւ արեմծահայության այն ստվար զանգվածը, որը փրկվեց կոտորածից, շնորհիվ այդ ինքնապաշտպան նրա կազմակերպիչն ու ղեկավարը նույնպես Արամն է եղել։ Վերջին հաշվով պատմության մեջ երբեք առանց նշանավոր, ասենք դերակատար ունեցած անհատների այդ պատմության էջերը չեն գրվում, այդ պատմությունը չի կերտվում։ Այդ ժամանակահատվածի համար Արամն էր, որը ցավոք կարճ կյանք ունեցավ եւ Սարդարաբադից հետո թերևս երևի տարին էլ չլրացած ինքը տիֆից մահացավ եւ առաջին դիկտատորը վարչապետը, այսպես նաեւ ոչ պաշտոնական Արարատյան հանրապետության հնարավոր չի գերագնահատել այդ դերակատարումը, ինչ ունեցել է Արամը այդ ժամանակահատվածում։ Անկախ նրանից նա մեր հայրենակից կլներ Ղարաբաղից այդպիսի տեսակետ կա, նույնպես որ նա Շուշի ծննդով շուշեցի է, անկախ այս ամենից, որովհետև Արամի մեծությունը քննարկման ենթակա չէ։ Կապանի զորամասը շքերթով հանդես եկավ նաև Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, ընթերցվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը։ Իր շնորհավորական խոսքով հանդես եկան Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ այլ լուրեր։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ։ Սիրելի սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առիթով։ 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշապարանում հայ ժողովուրդն ազգովի, հոգեականով եւ զինվորականով, պաշտոնյայով ու շինականով կերտեց իր պահպանական հաղթանակն ու անկախ պետականությունը եւ ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ իր բազմադարյա պատմությանը կարող է մի նոր արժեք տալ սխրանքներով ու անկախ ինքնիշխան պետականության կառուցմամբ։ Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր ապագան եւ ապացուցեց, որ հայն օժտված է մտածելու, արարելու, կառուցելու եւ պատմական հարատև ընթացքի մեջ իր ուրույն տեղը պահպանելու աստվածատու շնորհով։ Չենք մոռացել, որ առաջին հանրապետությունն նաեւ գաղթականության ու կիսամերձ որբերի, սովի ու համաճարակների, թուրքերի կողմից անդադ հարձակումների երկիր էր եւ իր գոյության ողջ ընթացքում ստիպված էր մաքարել ու հերոսությամբ պաշտպանել իր անկախությունը։ Հայաստանի պետականությունը մեր ժողովուրդը կերտում էր ու պաշտպանում մեծագույն զոհությունների ու կորուստների գնով, արյամբ եւ հավատով։ Սյունած անպարտելի աշխարհը մայիսի 20-ից հետո էլ ստիպված է զենքը ձեռքին պայքարել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության կազմում հայեցի ապրելու իրավունքը։ Առաջին հանրապետությունը իր կարճ, սակայն բովանդակալից գոյությամբ մեր ժողովրդի համար հանդիսացավ վերածնդի ու պետականաշինության խորհրդանիշը։ Կրկին շնորհավորում եմ հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղություն եւ ամուր պետականություն։ Շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 28-ի հանրապետության տոնի կապակցությամբ։ Այն թանկ եւ ուսերելի յուրաքանչյուր հայի համար, քանզի իր մեջ կրում է մեր դարերի երազանքների իրականացումը, հայոց պետականության վերականգնումը, աշխարհի քաղաքական քարտեզին հայկական ինքնիշխան պետության հայտնվելը։
1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ թեև այն ձեռք բերեցինք մեր երազած հայրենիքի միայն մեկ արևելյան հատվածում եւ կարճ ընդամենը երկամյա կյանք ունեցավ, բայց դարձավ հիմք մեր ազգային ինքնագիտակցության զարթոնքի, մեր ինքնավստահության, հետագա հանրապետությունների կերտման ու զարգացման համար։ Գլուխ խոնարհելով 20-րդ դարաշրջանին մեր անկախության ու մեծ հայրենիքից մնացած այս փոքրիկ տարածքում հայկական նոր պետականության ստեղծման, նրա սահմանների ու բնակչության անվտանգության համար պայքարած ու զոհված քաջ հայրենիների առջև միշտ հիշենք ու փառք տանք նրանց։ Շնորհակալ լինենք այսօր ունեցած հայրենիքի համար։ Հպարտ լինենք նաև, որ նորանկախ առաջին հանրապետության բնակչությանը ֆիզիկական բնաջնջումից փրկած մայիսյան հերոսամարտերում Սարդարապատի Ղարաքիլիսայի Բաշապարանի ճակատամարտերում մղած պայքարի հերոսների շարքերից անմասն չմնացին Սյունյաց հողի զավակները, մասնավորապես կապանցիները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս համար այս թանկ տոնը, մեր ազգային երազանքների վերածննդի տոնը, թող որ հայոց պատմության հետագա էջերում այլևս առիթներ չունենանք խոսելու մեր պետականության վերականգնման մասին, այլ միայն այդ պետականությունը կրողի Հայաստանի Հանրապետության բարգավաճման ու բոլոր բնակավարներում հզորացման մասին։ Բոլորիդ մաղթում եմ ստեղծարար ոգի եւ տքնաջան աշխատելու կամք, այսօր ունեցած մեր խաղաղությունը պահպանելու, բարաշեն երկիր ու ծաղկուն ապագա ունենալու համար։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է երախտագիտությամբ հիշել մայիսյան հերոսամարտի մեր քաջորդիներին։ Նրանք էին, որ կարողացան համախմբել մի այ ժողովուրդ։ Նրանք էին, որ այդ ճակատամարտում կարողացան համախմբել ոչ միայն ժողովրդին, այլև հասարակության եւ քաղաքացիական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 15 թվականից հետո 18 թվականի մայիսը կարող էր վերջինը լինել հայ իրականության մեջ, քանի որ թուրքը չբավարարվելով Արևմտյան Հայաստանում կատարած իր ոչրագործությամբ առաջ էր շարժում Արևելյան Հայաստան եւ սրի մատնում բոլորին, որպեսզի կարողանար վերջնական լուծել հայկական հարցը։ Ինչ էր մնում անել։ Մեծ հրաշք էր սպասվում եւ այդ հրաշքը իրականացավ։ Ժողովուրդը ոտքի կանգնեց, քանի որ դարերով ի վեր երազել էր ունենալ անկախ հանրապետություն, ապագել էր, անկախ ամեն ինչից, սոված էր, տանջված, չկար նորմալ զորաբանակ, սակայն միախմբվեցին եւ կատարեցին իրենց պարտքը։ Ես բանակային կորպուսի հրամանատարի գնդապետ Փարավանյանի անունից նաև շնորհավորում եմ եւս Հայաստանի առաջին հանրապետության 97-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշեմ, որ այդ ամենը, ինչպես մեր հոգեվոր սպասավորն ասեց, դա արդյունք էր միայն միասնության, առապանց միասնության, որով եւ ապացուցվեց Արցախյան պատերազմը։ Ուրեմն կոչ եմ անում եւս մեկ անգամ ես, միշտ միասին, միշտ անսասան եւ միշտ ամուր։ Զորամասի հետախույզ զինվորները ցուցադրական ելույթ էին պատրաստել ներկաների համար։ Վերջում Զորամասի հրամանատարությունը հյուրերին հրավիրեց դաշտային խոհանոց զինվորների հետ ճաշակելու տոնական ճաշը։ Իդեպ Արամ Մանուկյանի կիսանդրում մոտ տեղի ունեցած ծաղկեդրումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության Կապանի Արամ Մանուկյան կոմիտեության պատվիրակությունն այցելեց Բաղաբուրջի հուշահամալիր եւ Գարեգին Նժդեհի անվան համալիր։ Ծաղկեդրումից հետո կարևորելով օրվա խորհուրդը Արամ Մանուկյան կոմիտեի որոշմամբ եւ երթման արարողությամբ 5 նորագիրներ համալրեցին դաշնակցության շարքերը։ Այսօր առաջին հանրապետության 97-րդ ամյակի ու մայիսյան հաղթանակների նվիրված միջոցառում անցկացվեց նաև Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դալիճում։ Այն նախաձեռնել էր Ազատամարտ վետերանների միության Սյունիքի մարզային կառույցը։ Մայիսյան տոները դա կարծեք միասին շաֆրահված են եւ հերթականության եթե վեր ենք լուծում,
յուրաքանչյուր 18 թվականի Սարդարապատի, Ղարաքիլի, Սայապարանի եւ ասենք Զանգեզուրում տեղ ունեցած մարտական գործողությունները, եթե մենք այդ պատերազմում հաղթանակ չտանենք, արդեն բոլորիս պարզ է, որ դա Հայաստանի լինել չլինելու հարցն է։ Նույնը կարելի է ասել 1941 թվականին, եթե Ստալինգրադի ճակատամարտում մենք պարտություն տանենք, արդեն Թուրքիայի սահմանի վրա, հայկական սահմանի վրա, ասենք թուրքական 9-ից 11 դիվիզիաներ պատրաստում են ներխուժել Հայաստան։ Եվ պատկերացնում ենք, թե ինչ կկատարվեր Հայաստանում, եթե այդ դիվիզիաները ներխուժեին արդեն մեր տարածքները։ Նույնը կարելի է ասել, որ Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ մեր, ինչպես ասենք, Ադրբեջանի նորընտիր նախագահան երազում էր Սևանեափի թեխներ։ Դե պարզ է, եթե թեխներ պետք է մեր տարածքները ազատագրել, մեր ժողովրդին քշել եւ ինքը գար այնտեղ թեխներ։ Դա ես կասեի, թե 18 թվականին, թե 41 թվականներին այդ Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ, սա կարծես թե փոխանցված մեր գեներով մարտական ոգին մեր պապերից եկել հասել է մինչև ասենք այս ժամանակաշրջանը եւ կարծում եմ, որ այս վրադրությամբ բոլորս տեսնում ենք մեր սահմանում մեր 18 տարեկան երեխաները տղաների ինչ քաջագործություն են կատարում, հերոսություն են կատարում։ Ուղղակի դա կարծես թե այդ նեղ պահին մեր ժողովուրդը մի բռոսկ է դառնում։ Միջոցառման ընթացքում մեծարվեցին Արցախյան պատերազմում զոհված եւ կենդանի ազատամարտիկները։ Մեկ անգամ եւս հնչեցվեց խիզախ հայրենիների կենսագրեն ու նրանց մարտական ուղին։ Ատելությունը փրփրած եւ հաղթության տենչը խորին, ի գիտություն այն բոլորին, որ նայում է շիրմին նրանց միայն իբրև մի բլուրի, որ հարթվում է կամաց, անմիտի պես մոռանալով, որ եթե չար թշնամուտ են, ապրողները իրենց ուժով ու զենքով են անպարտելի, ընկածները իրենց հուշով, վրեժով են սարսափելի։ Տոնի կապակցությամբ Ռաֆիկ Տոնոյանը հայրենական մեծ պատերազմի 4 վետերանների պարգևատրեց զորավար Անդրանիկ հուշամեդալով, իսկ միջոցառման ընթացքում մեծարված թե զոհված եւ թե կենդանի ազատամարտիկները արժանացան Պաշտպանության նախարարության եւ հասարակական մի շարք մեդալների։ Շնորհավորում եմ նաեւ պարգևատրված ազատամարտիկների ընտանիքներին, գլուխ հղալու հերոս մայրերի առաջ, նրանց հերոս զավակների համար։ Շնորհակալություն կազմակերպիչներին, հատկապես վետերանների խորհրդի միությանը, իդեմս պարոն Տոնոյանի, որը պարբերաբար կազմակերպում է նման միջոցառումներ, մեծարում է մեր ազատամարտիկներին, թող բոլորը հիշվեն, գլուխ եմ խոնարհում բոլորի առաջ, փառք բոլոր զոհված ազատամարտիկներին։ Ազատամարտի վետերանների միության նախագահը վստահեցրեց, որ փորձելու են արժանին մատուցելու բոլոր ազատամարտիկներին։ Մայիսի 27-ին Տաթև համայնքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմամշակութային եւ արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ անցկացվեց գիտաժողով Տաթևի վանքը հոգեվոր, մշակութային եւ դպրոցյան կենտրոն թեմայով։ Գիտաժողովը մեկնարկվեց Տաթևի վանքում Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի օրհնությամբ։ Սյունյաց թեմի անունից Հինավուրց թեմի անունից ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ամենքիդ առանձին եւ վերում եմ իմ օրհնությունը, որ դուք այլ ավելի խորանաք, այլ ավելի առաջ գնաք Տաթևացու ուսմունքի ուսումնասիրության հարցում կամ պատմության հարցում։ Ով որ չգիտի Տաթևացի կամ չի ապրում Տաթևացու ուսմունքով, ապա նա ընդհանրապես տեղյակ չի կարող լինել հայոց Սուրբ եկեղեցուց։ Նա ուրեմն չի ընդունելու եւ ոչ առաքյալներին, ոչ լուսավորիչ հայրապետին եւ ոչ Մեսրոպ Մաշտոցին, ոչ էլ Նարեկացին։ Տաթևացու ծնունդը, երբ կարդում ենք Հայսմավուր գիրքը,
տեսնում ենք, որ հրաշքով է տեղի ունեցել։ Եվ իր մոր տեսիլքը կա այնտեղ պատմվում է հետևյալը, որ ասում է. հրեշտակը Աստված հուշեց իր ծնողներին, որ սա լինելու է վերջինը, որ պետք է անցնի բոլորին եւ հասնի մինչեւ լուսավորիչ հայրապետ։ Եվ այդպես էլ կա։ Շատ հարցերում Սուրբ Գրիգոր Տաթևացին կարողացավ հստակ լուծում տալ, կարողացավ հստակ բանաձևել հայոց եկեղեցու դիրքորոշումը, պայքարելով քաղաքեդոնականության եւ նման տիպի աղանդավորության դեմ։ Եվ կարողացավ հայոց եկեղեցին մաքրել, կարողացավ սսից հայրապետական աթոռը տեղափոխել մայր աթոռ Սուրբ Էջմիածին, կարողացավ իր սրբության միջոցով աղթամարի կաթողիկոսներին թողություն տալ, արձակել նրանց մեղքերը, որովհետև տեսիլքը կա, որտեղ ասվում է, որ 12 հայրապետներ կապված էին անեզքով։ Այնքան մեծ սուրբ էր, որ կարողացավ հայրապետների մեղքը թողնել։ Եվ չապրել Տաթևացով, չքայլել Տաթևացով, կարծում եմ անիմաստ է մեր քարոզածը կամ անիմաստ է կոչվել քրիստոնյա հայոց աշխարհում։ Այնուհետև Տաթևի միջնակարգ դպրոցում գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը։ Ինձ գործ ենք կատարում, որևէ ուսուցիչ շնորհակալություն տալիս նախաձեռնողների եւ ներկաներին։ Մենք դեկականներից պետք է բանալիչով ներկայացնենք Տաթևի պատմությունը, որը ցանկացած նայի պատմելու եւ պատմություն։ Տաթևը կարծում եմ դերևս հին պատմություն ունի, նաև հետհավասական պատմություն ունի։ Եվ չորրորդ դարից կարծում ես Տաթևի եկեղեցի, բայց Տաթևը մի նոր գործունեություն սկսվեց 9-10-րդ դարերում եւ մի ոչ պատմությամբ Տաթևը իր դերակատարում ունեցավ Սյունյաց աշխարհում։ Ընդհանրապես մեծ հայքի Սյունիքի տարածքում Տաթևը ունեցավ իր կարևորագույն դերը որ մշակութային գիտական կյանքում։ Պատահական չէ, երբ Միշել Դաշնյանը ներկայացնում էր Տաթևի բարձրություններից քանքարի ընկերները աշխարհի իմաստասերների հետ բանակցում էին։ Սա հենց Տաթևի մեծ հոգևորականներն էին, որ կարողանում էին։ Եվ պատահական չէ, որ Տաթևում գործել են 3 սրբեր, Մեծին, Գրիգոր Տաթևացին, Մովսես Տաթևացին, որ իրենք իրենց գործը մեծ հետ կնեն թողել մեր պատմության ընթացքում։ Մենք բնականաբար նաև մի քանի տարի առաջ 2007 թվականին փորձեցինք Տաթևի 1000 հանրամական նշելուց որոշակի Տաթևի պատմությունից ինչ-որ բաներ վերհանել։ Բնականաբար ես համարում որ դա դեռևս շատ քիչ է, Տաթևի պատմության իրականությունը ներկայացնելու եւ աշխարհի մատուցելու դեռևս շատ խնդիրներ ունենք։ Կարծում եմ այսօր երևի թե մենք էլի ինչ-որ բան առասպելենք, որ Տաթևի իսկական պատմությունը ներկայացնենք բոլոր ժողովրդին։ Եվ Տաթևը մշտապես իր դերակատարում ունենալով մենք երևի պատմությունից հիշում ենք, որ 1800 թվականին Տաթևի երկրորդ դերությունը զարգացրեցին, բայց Տաթևի հոգևոր հայրերը չդադարեցին, իրենց գործունեությունը չդադարեցին, նոր 3 քառակուսի տեղափոխվեցին Շուշի, իսկ այդ ժամանակ Շուշին երևի թե նոր էր սկսվում իր կյանքի մեջ մտնելը եւ դրանք Շուշիում նաեւ մեծ հետ ու գործ փոխեցին։ Դա խոսում է դրա մասին, որ 16 թվականին Շուշիում արդեն գործում էր 20 տարի։ Դա հենց այդ հոգևոր լեցերի կատարած գործեր։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն ասել այս հրաշալի գործի նախաձեռնողներին եւ բոլոր ներկաներին եւ մեր գործին բարի երթասեր։ Հայոց աշխարհի հոգեկան ներդաշների հնարավորին նկատներից մեկը Սյունիքը։ Եթե պատմական փոքրիկ էքսկուրս կայացնել, կնկատենք, որ բարոյական շրջանից, նորության ժամանակներից, նորության ուտից պատմամշակութային մեծարգոն արժեքներ կան կատարված այս տարածաշրջանում։ Արժեքներ, որոնք
ևս մասնակցի, որոնք ուսումնասիրությամբ կարողտ են տևական հետազոտման, ուսումնասիրման, հանրահռչակման և իմաստավորման այդ առումով հիշում եմ ողջույն գիտաժողով, որը նպատակ ունի հենց այս տարածքում, հենց սրբազան այս վայրը, որը կոչվել է ժամանակի ներկայացի համալսարանը, գիտական խոսք ասել այն նվաճումների մասին, այն կարևոր անձանցները վերել, որոնք այսօր գործել և աշակերտներ են ստեղծել։ Բնականաբար 4-րդ դարից սկսած պարբերաբար վանական այս համանիրը կառուցվել ու վերակառուցվել։ Այստեղ գործել են մեծանուն գիտնականներ, մարդիկ, որոնք անկասկած ես միանշանակ համեմիտ են մեր մեծագույն բանասերներից մեկի հետ, որ եթե երկրորդ պատերազմի ծանրի այլ համաշխարհային Զեկուցողները ներկայացրեցին Գրիգոր Տաթևացու Հովնան Որոտնեցու կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունները, Տաթևի վանական համալիրի, համալսարանի, մանրանկարչական դպրոցի պատմությունը, նրանց գիտական նշանակությունը։ Իր մանկավարժական հայացքներով և գործունեությամբ Գրիգոր Տաթևացին ժամանակից առաջ է եղել և նա այնպիսի հանրագիտակ մտածող էր, ինչպիսին ֆրանսիական ուսավորիչներն էին, Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն։ Հիմա ապացուցեմ ինչու եմ ես այդ համարձակ հայտարարությունը անում։ Գրիգոր Տաթևացու կեսագրությունը Լևոն Խաչիկյանը գտավ Մաշտոցյանբան ձեռագրերից մեկում, որի հետո ինքը հրատարակեց տողատակային մասում ամբողջությամբ և այնտեղ արդեն ասվում է, որ նա եղել է մեծ ուսուցիչ։ Նրա մեծ ուսուցիչ լինելը հիմնավորում է նաև նրա աշակերտներից մեկը Թովմա Մեծոփեցի, որ ինքը նույնպես ռաբինապետ է, իդեպ հաշվի առնելով, որ Թովմա Մեծոփեցին այն ոգևորականներից էր, որը մեծապես նպաստեց, որպեսզի Սսից կազմակերպական աթոռը տեղափոխվեր Էջմիածին։ Դա ոչ թե ընդդիմություն էր Սիս քաղաքին կամ արդեն չկար Կիլիկյան Հայաստան, այլ պարզապես ավելի վայր հայացքով էին նայում, մեզ համար կարևորը այդ պահին մեծ հայքն էր, բուն Հայաստանը։ Եվ ահա ներկա հանրագիտարաններում են բոլոր հետազոտողները, եթե նույնիսկ փոքր հոդված են գրում Գրիգոր Տաթևացու մասին, ասում են, որ նա եղել է շատ մեծ ուսուցիչ։ Այդ երևույթի մասին խոսել է նաև մեր ուրիշ շատ մեծ սյունեցի Նիկողայոս Ադոնցը, հատկապես կարևորելով, որ նա կարողացավ Հովհան Որոտնեցու հետ կատարել գրեթե պետական մի կարևոր գործ, այսինքն ունիթորությանը վերջ տվեց Հայաստանում։ Նա ասում է, որ այդ գործը Տաթևի համալսարանը իրականացրեց իր երկու իմաստուն հայրերի հետ միասին, բայց այդ գործում մեծ դեր է կատարել նաև մեկ ուրիշ սյունեցի Ստեփանոս Օրբելյանը, որ ասում է ավելի լավ է մեր հայրերի օրենքներով մենք գնանք դժոխք, քան թե հորոնների հետ դեպի դրանք գնանք։ 1386 թվականին ռաբինապետ Հովհաննես Որոտնեցու մահվանից հետո Տաթևի համալսարանի բիբլիոթեկարանում նրա տարբերավոր աշակերտ և գործակից Գրիգոր Տաթևացին, որ ներառյալս ուսուցչի կենդանության խորհրդի արտակարգ ընդունելությունների շնորհիվ դարձել էր հայ դպրոցյան աչքի ընկնող կազմակերպիչներից մեկը։ Նոր ռաբինապետի գործունեության շրջանը համատեղ Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի համար քաղաքական և սոցիալ-տնտեսական գործողությունների ժամանակահատվածի է։ Լանկամուրյան ուտաների արշավանքների, ավերածությունների, ավարավորությունների, երևակությունների, սովի և դրամապետի կողմությունների համաճարակի պայմաններում համալսարանի գործունեությունը ներառվում է ռազմական, որը մեծ ջրակորսանը Գրիգոր Տաթևացին հանդիսացավ այն բացառիկ կամքերնության դերգործիչը, որ կարողացավ համախմբել Տաթևի սաների ներկայացուցիչները։ Ուսապետով նվաճողների համակարգական օրենքից ստեղծված էր հաճախակի փոքրի դպրոցի դերում։ Նրան երբեմն տեսնում են Դորոթավանքում 1386 թվական, երբեմն Շարաբանքի համալսարանում, որպես շարադրած իր աշխատություններից մեկի հիշատակարանում, սրտաճնի ծաղկերներով է ներկայացնում բոլորս Բաղդանյան հանրապետի ասպատակությունները Հայաստանում։ 1391 թվականին Տաթևացին ապաստանում է Երնջակի ապրախումյան սպահում, սակայն
այստեղ ավելի ծավալուն են գործունեություն եւ ինչպես նշում է ժամանակակիցը համանդիպել որպես բազում աշակերտներ։ Սերժիկ Առաքելյանը շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակիցներին ու աջակցողներին նշեց, որ այն վերջինը չի լինելու։ Շնորհակալ եմ բոլորից, շնորհակալ եմ մասնակցության համար, շնորհակալ եմ զեկուցների համար, շնորհակալ եմ բոլոր ողջունելի մասնակցության համար, Նազմից շեշտեց, ես մեկական դեպքերը, ինչպես Պարապետոսյանը սկզբանե հայտարարեց, որ մեր այս ծրագիրը իրականություն դարձավ զեկուցների բարի ցանկության արդյունքում, շնորհակալություն ձեզ անկախ որ գիտական կառույցների ներկայացում այն համագործակցությունը, որ մենք ունեցանք մարզպետարանի հետ, որովհետեւ քաղաքապետարանի քաղաքապետի Տաթև համայնքի համայնքապետ Ներկաները եւս ողջունեցին այս նախաձեռնությունը։ Մենք բոլորս եկել ենք այսօր այստեղ հայ սովորելու։ Շատ շնորհակալություն։ Նման գիտաժողովները, կոնֆերանսները տարբեր տեսակի բավականին լուրջ մտորումներ են առաջացնում, նաև տեղի բնակչության մեջ, նաև տարածաշրջանում, որպեսզի մենք առավել լավ պատկերացնենք մեր պատմությունը, մեր համալսարանները եւ այդ համալսարանների օրինակով մեր կրթական համակարգում կատարենք այն ճիշտ փոփոխությունները, որ անհրաժեշտ է մեր ազգային տեսակին։ Գիտաժողովը ավարտվեց տերունական աղոթքով։ Հայր մեր, որեր Քրիստոս, Սուրբ Ելիցի անունքով, եկես սարքայությունքով, Ելիցին կամքով, որպես երկի սիվեգրի, ըսած մեր անապազոր դուր մեզ այսօր, և թող մեր սպարտիս մեր, որպես և մեկ թողուկ մերոնց պարտաբանած, և միտանից մեզ իպորություն, այլ պրկյազ մեզ չարել, զիքոյ արկայություն և զորություն և փառք հավիքի անս, ամեն։